Հարգելիներս, մեր մսային ֆարշը կարելի է լցոնել այսպիսի տարտալետկաների մեջ, կարելի է անմիջապես եփել թե ջեռոցում, թե աերոգրիլի մեջ և կարելի է նաև սառեցնել, սառցեխցիկում փակ ափսեի մեջ, տարայի մեջ պահենք և պետք եղած ժամանակը հանենք և օգտագործենք։ Նշեմ նաև, որ մսային ֆարշը կարելի է նախապես կարագով թեթևակի տապակել, եփել և հետո լցոնել, և կարելի է նաև հում վիճակում լցոնեք և ջեռոցում արդեն իրանք եփվեն, քանի որ մեր տարտալետկաները շատ փոքր են, կարելի է անգամ հում վիճակում միսը լցոնենք, վրան էլ վերջում պանիր կարանք, քերած պանիր ավելացնենք, յուրահատուկ մատուցում կլինի և համն էլ տպավորիչ կլինի բոլորի համար։ Ահա ցանկացած ես չափսն էլ ցուցադրեմ, թե որքան փոքրիկ է։ Դե ինչ, լցոնենք մեր տարտալետկաները։ Հարգելիներս, լցոնում եմ 1 թեյք թալի չափաբաժնով և այսպես քթալի օգնությամբ գեղեցիկ մակերեսը կհարթեցնեմ, անցքեր, որ մեջը չմնա, ահա, և այսպիսով մեր տարտալետկան արդեն լցոնված է և պատրաստ է։ Եվ այսպիսով, հարգելիներս, իմ բոլոր վաֆլե պնակները, տարտալետկաները արդեն լցոնված են և պատրաստ են գնան սառցեխցիկ սառելու։ Եվ նշեմ, նման վաֆլե տարտալետկաներ յուրաքանչյուր սուպերմարկետներում առկա են, հացի բաժնում են առկա, ինչքան որ հիշում եմ, և գնելուց աշխատեք պահպանման և արտադրման ժամկետը նայեք, քանի որ եթե ժամկետն անց է լինում, ինքը իրոք շատ տհաճ հոտ է ունենում։ Նշեմ նաև, որ իմ տարտալետկաները լցոնված են համեմված աղացած հավի մսով, դուք կարող եք ձեր ցանկացած խճողակը ավելացնեք, կլինի դա տավարի միս, կլինի հավի միս, կլինի սնկով խճողակ, դա արդեն ձեր ցանկությունն է, ձեր ֆանտազիան է, պատրաստեք այնպես, ոնց կցանկանաք։ Հարգելիներս, իմ վաֆլե պնակները, տարտալետկաները ես լցոնել եմ հավի աղացած մսով, իդեպ կարող եք ձեր ցանկացած մսային խճողակ ավելացնեք, այդ մսից ես պատրաստեցի շատ համեղ կոտլետներ և սառցեխցիկում էի պահում այս վաֆլե պնակները, իսկ այսօր կօգտագործեմ և նշեմ, որ տակը բարակ շերտով կարմիր կարտոֆիլ եմ ավելացրել եմ աղ և սև պղպեղ և կուղարկեմ ջեռոցը եփվելու և եփվելուն պես արդեն կավելացնեմ քերած պանիրը։ Հարգելիներս, ավելացրեցի քերած պանիրը, մի 5 րոպեով էլ կգնա ջեռոց և արդեն պատրաստ է։ Հարգելիներս, մեր լցոնված պնակները արդեն պատրաստ են, կարտոֆիլը նույնպես պատրաստ է, շատ համեղ է ստացվել, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։